Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, գալայի եթերում հակառակ կողմը հաղորդման հերթական թողարկումն է, այս անգամ դարձյալ զրուցելու ենք ընտրություններից, կփորձենք քննարկել թե ընտրական օրենսգրքի այս նոր փոփոխությունները, առաջարկվող նոր փոփոխությունները ինչ կտան մեզ, հանրությանը, հայ հասարակությանը եւ որքանով կնպաստեն, որպեսզի ընտրությունները լինեն առավել վերահսկելի եւ ունենանք արդար թափանցիկ ընտրություններին մոտ գործընթացներ։ Տաղավարում իմ հյուրերն են ներկայացնեմ Շիրակի մարզի Ազատան համայնքի ղեկավարը, Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը Վարդան Իգիլիկյանը, շնորհակալ եմ պարոն Իգիլիկյան, մեր հրավերը ընդունելու համար, եւ Շիրակի մարզի Կարմրաքարի նախկին գյուղապետը, ով Հայ ազգային կոնգրեսից է, Գագիկ Վահրատյանը, շնորհակալ եմ նաև ձեզ, պարոն Վահրատյան։ Արդեն ասեցի, զրուցելու ենք ընտրություններից, առհասարակ փորձենք հասկանալ ընտրությունները գյուղերում։ Գիտենք, թե ինչպես են անցնում սովորաբար ընտրությունները Հայաստանի Հանրապետությունում, բայց այնուամենայնիվ գյուղական բնակավայրերում մի փոքր այլ են։ Ինչքան էլ, այսպես ասած, նույն մոդելը լինի համայնքներում ընտրությունները, այնուամենայնիվ այստեղ գործում է այլ կառուցվածք, նկատի ունենք այն, որ գյուղերում ավելի փոքր են մարդիկ, հատկապես Կարմրաքարում, եւ դուք կարելի է ասել այն սակավաթիվ գյուղապետերից էիք, որ ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ էիք, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես էիք ներկայացնում, ինչպես էր ստացվել, որ դուք այնուամենայնիվ դարձել էիք գյուղապետ, որովհետև մեր երկրում, այսպես ասած, իրավիճակն այնպես է, որ ամենափոքր գյուղի գյուղապետի պաշտոնի համար անգամ պայքարում է ՀՀԿ-ն։ Այո, վերջին 20 տարիներին ՀՀԿ-ն նույնիսկ փոքրիկ սաբսեն փոքրիկ համայնքների համար հայկական անվան համար պայքարում է։ Բայց դե իմ համայնքում էր ժողովուրդը տեսել էր իմ աշխատանքս, վստահելով մշտական ընդրվել եմ։ Իսկ այս վերջի պահերին երբ ես զգացի, որ իմ Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր լինելով իմ գյուղին ոչ մի օգուտ չեմ կարող տալ, ոչ մի օգուտ։ Իմ աչքի առաջ գյուղը լուծարվում է, ստիպված եղա հեռանալ համայնքի ղեկավարի պաշտոնից կամավոր, որպեսզի հանրապետական մի նոր տեխնազու իհայտ կա, որոշակի բաներ կատարելու գյուղում, բայց սակայն անցել է 3 տարի, իմ դուրս գալուց ոչինչ չի փոխվել։ Այսինքն ցույց է տալիս, որ թե ընդդիմադիր ես, թե դիմադիր ես, թե իշխանական ես, միևնույնն է, Հայաստանի փոքրակազմ համայնքները վերացման եզրին են։ Ընտրությունները փոքր համայնքներում շատ արտարացի է գնում։ Այնտեղ հանրապետականը որքան էլ ցանկանա չի կարող քայլեր անել։ Որովհետեւ նման քայլեր անել այս վերջի կառավարության որոշմամբ օպտիմիզացնում են։ Ավելի լավ է պայքարել մեկ համայնքի ղեկավար 15 բնակավայրեր միացնելով ունենալ մեկ համայնքի ղեկավար մեկի հետ աշխատել, քան 15-ի հետ։ Ուրիշ մեթոդ կդան փոքր համայնքներին իրենց ենթարկելու կամ իրենց մարդը ներկայացնելու համար։ Լսենք նաև պարոն Իգիլիկյանին, պարոն Իգիլիկյան, փաստորեն պարոն Վարդյանը մի միտք արտահայտեց, որ ինքը լինելով Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ հասկացավ, որ չի կարող գյուղին օգուտ տալ։ Այնուամենայնիվ չշեղվելով մեր թեմայից, փորձենք հասկանալ, թե ՀՀԿ անդամ լինելը օգնում է, որպեսզի համայնքին օգուտ տան։ Ուրեմն ես իմ ելույթս հենց այդտեղից չեմ կառուցել, նախ առաջնահերթ ես ինքս որպես համայնքի ղեկավար նախ 23 տարի աշխատել եմ դեռ խորհրդային ժամանակաշրջանից տարբեր պաշտոններ եմ վարել, բրիգադավար, գյուղատնտես, կազմակերպության քարտուղար, այնուհետև աշխատակազմի քարտուղար, համայնքապետարանի 23 տարի աշխատելով հանդերձ ես ինքս երկմտել եմ իմ ժամանակն է տեխնազություն առաջադրվել, թե ոչ։ Եվ այդ ամբողջ ընթացքում երևի այս պահին համայնքապետարանում միակ մարդկանցից մեկն եմ, որ 100% ճանաչում եմ համայնքը։ Եվ իմ համայնքիս ու իմ աշխատանքային հաջողություններս հենց դրանից է եկել, որ նախ առաջնահերթ համայնքապետը իհարկե մեր ու Կարմրաքարի համայնքը միևնույնը չեն, որտեղ այսօր 6000 մոտ 6000 բնակչություն ունեցող համայնքում ահագին դժվարությունները մեծ են, իհարկե փոքր համայնքում էլ է դժվարությունները մեծ, որովհետև կոնկրետ Կարմրաքարում ենքան քիչ է սեփական եկամուտները, գրեթե կարելի ասել չկա ճանապարհ, չկա տրանսպորտ, չկա հազարումի խնդիր չկա, մենք իհարկե չեմ համեմատվում, չեմ հեշտացնում,
որովհետև մենք Գյումրի քաղաքին ավելի մոդ ենք դա, ավելի կարևոր խնդիր է աշխարհագրական դիրքը, միջպետական ճանապարհի վրա են գտնվում, դա շատ կարևոր է, ասենք խմելու ջրի ապահովվածության կամ գազաֆիկացման կամ մնացած հարցերով, բոլոր կոմունիկացիաներով մենք ահագին առաջ ենք, այո, մենք առաջ ենք եւ ես առաջնահերթ գտնում եմ, որ նախ առաջին հերթին համայնքապետը պիտի նվիրված լինի, առաջին հերթին։ Ինչքան ուզում է յուրաքանչյուր մարդ, իհարկե պետության աջակցությունը պարտադիր պետք է, որովհետեւ առանց պետական աջակցության, հենց նշեցինք կարմրակարը, որովհետեւ ընդամենը սեփական եկամուտներով աշխատավարձ չի կարող տալ։ Ուր մնաց կարողանա այսօր հետո ինչ որ փոքր է կարմրակարի երեխան մանկապարտեզը պարտադիր է պարոն Իգլիկյան լինել հերթական պետական աջակցություն։ Ես չէի դրան ուզում եմ նաև դրան անդրադառնամ, որ հայկական լինելով հանդերձ ոչ թե ես նորից եմ ասում, որ դա ոչ իմ կրոնս է, ոչ էլ իմ այրունս է, պարզապես այսօր հայկական լինելը նաև ոնց որ դաստիարակված ենք եղել նաև կոմունիստական հասարակարգում, եթե կոմունիստ չլիներ, պաշտոն չէին վստահում, այսօր նույնն էլ հայկական լինելով, այսինքն ես ոչ թե ասում եմ այսօր հայկայում ամեն ինչ համահունչ է, ամեն ինչ նորմալ է, իհարկե մեր շարքերում էլ կան մարդիկ, որոնք հայկայի հեղինակությունը վարկաբեկում են կամ այսինքն բոլոր կուսակցությունների մեջ էլ կա, ես չէի ասի պարտադիր, բայց ես ինքս որպես հայկական ես կարողացել եմ իմ հարցերս եւ երկրի նախագահին եւ վարչապետին, ինչու՞ չէ նաեւ մարզպետների հետ կարգավորել եւ համայնքում գրեթե տեսանելի ծրագրեր իրականացնել, միգուցե եւ նաեւ ես չէի ասի թե դա մենակ իմ անձից է կախված, որովհետեւ Ազատանի նման հեղինակավոր համայնք ենք ղեկավարում, իսկ մեր Ազատանի ժողովուրդը ընտրությունները տարբերվում են, այ ձեր զրուցակիցը ասեց պարոն Վարադյանը, որ անհամեմատ ավելի թափանցիկ են անցնում ընտրությունները գյուղերում։ Թե այստեղ այլ սկզբունք է գործում ծանոթ, բարեկամ, հարազատ։ Ուրեմն ասեմ գյուղերում։ Այն ծանոթ, բարեկամ, հարազատը որ կա, այդ կա, հաստատ կա, որովհետև համենայն դեպս այսօր ոնց որ շատ կուսակցություններ այնպես էլ է ծանոթ, բարեկամական, հարազատական կապեր ասում են թող անգրագետ լինի, մերը լինի։ Այդ սկզբունքը կա։ Այդ սկզբունքը կա։ Միգուցե նաև ես նախապես ասեցի, մեր մեջ էլ կան մարդիկ, որոնք իրականում կարող իրանց պաշտոնին արժանի չեն, մենք չգիտեմ ինչ ենք զուդանցնում հայական, ես նույնը կասեի դաշնակցությունը, նույնը կասեի, ասենք օրինաց երկիրը, նույնը կասեի մյուս կուսակցությունները, որտեղ լինելով տարիներ շարունակ քաղաքականության մեջ, ասեմ, որ 90-ական թվականներից ի վեր մինչև համայնքի ղեկավար դառնալս հանձնաժողովի նախագահ եմ եղել, բոլոր ընտրական հանձնաժողովների նախագահ եմ եղել, բոլոր ընտրությունները տեսել եմ, անցել ենք այդ բոլոր փուլերը, ասեմ համայնքի ղեկավարի ընտրությունները միանշանակ ասեմ տեղամասում ոչինչ չես կարող անել, որովհետև գյուղում կա ալտերնատիվ տեխնազուներ, մանավանդ մեր գյուղերի նման գյուղերում դու ոչինչ չես կարող անել, իսկ դրսում անցածում են դրակաշարք են բաժանում կամ չգիտեմ ինչ որ ուզում հարցնել, օրինակ գյուղերում ընտրակաշարք բաժանում են, թե մեր գյուղում չի եղել ոչ մի տեխնազուի ժամանակ, ասեմ որ նշանակություն չունի, ես երբեմ գյուղապետ եղել կամ նախկին նով եղել, մեր գյուղում չի եղել ընտրակաշարք բաժանելու դեպքեր, որովհետև միևնույն է բոլոր տեխնազուները հասկացել են, որ առավել եւս համայնքի ղեկավարի ընտրություններում ընտրակաշարք չէ, ինչ ուզում ես բաժանի, կարող ես դրանով ընդամենը 5% ինչ եղել։ Այսօր ժողովուրդը սովորել, գիտեմ որ ընտրությունները գաղտնի են եւ հաստատ համայնքի ղեկավարի ընտրություններում ոչ մեկը չի կարող ինչ որ մեկի քվեարկությունը տեսնել եւ վերահսկել, դրա համար նույնիսկ կաշառքը վերցնում են, չեն ընտրում մարդիկ։ Ու ես ընդունում եմ դա գովելի փաստ է, որ ժողովուրդը այսօր կարողանում է ինքը իր ձայնի տերը լինել։ Մինչև վերջի ընտրությունները, վերջի 10 ամյակը նման բան իսպար չկար, գոյություն չուներ։ Կաշառք համայնք գյուղերում բաժանել կամ ինչ որ բարեխոսել կամ չգիտեմ ինչ չկար։ Այս վերջի ընտրություններում ես անձամբ չեմ տեսել, բայց քանի որ ընդրական process-ներին մշտական մասնակից եմ, դա նկատել եմ։ Համայնքներում նույնիսկ ծիծաղելի է, որ համայնքապետ դառնալու համար ինչ որ հանուն ինչի, ես դա չեմ հասկանում։ Չէ՞ յուրաքանչյուր համայնքի ղեկավար եւ փորձեգը դառնալ համայնքին իր ամբողջ միտքն ու գաղափարը պետք է ծառայել այդ ժողովրդին։ Այդ ժողովուրդը իր հարգերից
գումարները իր սեփական եկամուտներից գումարները հատկացնում, որովհետեւ այդ համայնքի ղեկավարը իր պայը իրեն, իր ընտանիքը եւ ինչը ինչ են է ծառայի իր ժողովրդին, ուրիշ բան պիտի չեն է։ Հանուն ինչի կաշառես, որ քեզ ընդրեն։ Ուրեմն այդ կաշառք հասկացողությունը այս վերջի 10-ամյակում մտել է, արդեն համայնքներ էլ մտել։ Ես դրա մասին լսել եմ, նաեւ նկատելի է ընդրությունների ժամանակ տարբեր համայնքներում։ Մեր Ախուրյանի տարածաշրջանում նման համայնքներ կարելի է մանների վրա հաշվել։ Դեռ շատ չի տարածվել մեր ժողովուրդը, հատկապես Գյումրի Ախուրյան, բավականին ըմբոստ ժողովուրդ է։ Նաև թասիբով։ Ինձ հետաքրքրում է, օրինակ տեսեք, մեծ համայնքներում, քաղաքային բնակավայրերում հանրապետական կուսակցության ներկայացուցիչ սովորաբար ինք առաջադրվում է ՀՀԿ-ի կողմից եւ այդպիսի ոչ հաջող բառ նաև կա, որ ասում են դաբրո է ստանում, որ ինքն է ներկայացուցիչը։ Գյուղերի պարագայում են այդպես առաջնորդվում։ Վերջին տարիներին կա, վերջին ընտրություններում կա, որ մարզպետի հովանավորություն ունի, կամ ազգային ժողովի որոշակի պատգամավորների հովանավորության տակ է, ես արդեն անցել եմ այդ ճանապարհը, դե երևի գյուղերում հոգեբանական ազդեցության հենք է տալիս, այլ բան չէ։ Իսկ քաղաքային համայնքներում դիք սովսեմ այլ հարթության վրա է։ Գյուղական համայնքներում կա նման արդարություններ կա, որ արդեն դաբրոն ստացել ենք։ Թե մարզպետից օրինակ Ազատանում եւս առաջիկայում, ինչպես Գյումրիում, Վանաձորում, այդպես էլ Ազատանում սպասվում են տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ եւ մեզ հետաքրքիր է հերթական անգամ դուք պարոն Կիլիկյան պատրաստվում եք առաջադրել արդյոք ձեր տեխնատությունը, թե ոչ, ցանկությունն եք նորից աշխատելու, ծառայելու համայնքում բավականին երկար տարիների փորձ ունեք եւ ունեք նաեւ կիսատ թողած աշխատանքներ։ Տեղական ինքնակառավարման բնակավարում երկար տարիների փորձ ունեմ, բայց համայնքի ղեկավարի աշխատանքում իհարկե շատ լավ եմ պատկերացրել, երկարամյա փորձ չունեմ, ընդամենը 2 անգամ եմ ընդրվել, սա 3-րդ անգամն է, ու կարծում եմ, որ քաջատեղյակ եք մեր համայնքում շատ ու շատ ծրագրեր են իրականացվել եւ համայնքի բյուջեի միջոցներով եւ տարբեր ծրագրերով, տարբեր դռներ բախելով եւ պետական բյուջեի միջոցներով եւ այսօր էլ ունենք նաեւ ծրագրեր, որոնք պետք է շարունակենք։ Ուրեմն սա ժողովրդի իշխանությունն է, ես այսպես եմ տեսնում, որովհետեւ չեմ ուզում ասել ինքնագովեստով զբաղվել, եթե զրուցեք Ազատանի հասարակության հետ, ընտրողների հետ, մենք ես մշտապես բացարձակապես այսօր ինքնագովեստով չենք զբաղվում եւ ինչքան կարողացել ենք մենք մեզ ներկայացնում ենք այսօր մեր կադարածով նոր տեխնազուներն են ասում կանենք, այս կանենք, այն կանենք, բայց ես էլ հիմա չեմ ասելու, լռելու եմ ինչ կանեմ, որովհետեւ ինչ որ արել եմ ժողովուրդը տեսել է։ Միևնույնն է, ժողովուրդը մեզ ճանաչում է արդեն, ու պատրաստվում եմ առաջադրվել, որովհետեւ իհարկե ես սիրում եմ իմ գյուղս։ Հետո արդեն 51 տարեկան մարդ ենք, մենք մի երևի մի 10-ամյակից հետո թոշակի ժամանակաշրջանն է եւ այս պահին նորից ուրիշ աշխատանք որոնել չենք պատրաստում, իհարկե զուգահեռաբար փառք Աստծո, տնտեսությունով ենք զբաղվում, գյուղացի մարդ ենք, գյուղատնտեսություն ենք վարում, հողեր ենք վարձակալել, մեր սեփական հողերի վրա աշխատում ենք, բայց ես սիրում եմ իմ գյուղս, նաեւ սա պետք չի զուտ վերագրել եկամուտի, որովհետև ասեմ չեմ ասում, որ մենք այսօր բարձր աշխատավարձներ ենք ստանում, իհարկե այսօր արդեն հնարավորություն տվել է պետությունը բարձր աշխատավարձ ստանալու, սակայն սեփական միջոցները չի բավարարում, որպեսզի կարողանանք ավելի բարձր աշխատավարձներ ստանանք, դրա փոխարեն այստեղ բացել ենք մի հատ մանկապարտեզ, որը համայնքը չուներ, գրեթե սեփական եկամուտների մոտ 80%-ը մանկապարտեզին ենք տալիս։ Եվ իսեր ասու, այսօր սա նորից եմ կրկնում, սա ժողովրդի իշխանությունն է եւ ժողովուրդը երբ կասի բավական է, ուրեմն մենք իրավունք չունենք ժողովրդից նեղենալու, որովհետեւ եթե չենք ընդրվում, ուրեմն ես իմ գործընկերներից միշտ ասում եմ, ուրեմն մեղքը ման են գալիս մեր մեջ։ Ինչ որտեղ չենք համապատասխանել կամ ինչ որ բան չենք արել։ Իսկ եթե անում ես, մեծամասնությունը բացարձակապես չի սխալվում։ Ես այդպես եմ մտածում, եւ սա ժողովրդի իշխանությունն է, կուզենան պետք ենք այդ համայնքին կաշխատենք, պետք չենք, ուրեմն չենք դեղանա ժողովրդին, չենք նեղացնի ժողովրդին եւ շատ խելոք մեր տեղը կզիջենք, որովհետեւ յուրաքանչյուրից տրված չի եղել ի վերոս, սա ժողովուրդն է տվել եւ երբ պետք է ժողովուրդը հետ կվերցնի։ Պարոն Կիլիկյան,
Տեսեք, համայնքում, երբ համայնքի ղեկավար եւ ավագանի են ընտրում, անհամեմատ ավելի զուսպ են անցնում ընտրությունները, այսպես ասած, համայնքների մեծ մասում, որովհետեւ գյուղացի մարդիկ են, այսպես ասած, սովորական շարքային մարդիկ են մեզպես եւ երեսից ամաչում է եւ չեն կարող կամ պարզապես չի էլ ստացվի պատերազմել իրար դեմ, չգիտեմ, կաշառք բաժանելով կամ ինչ որ ճնշումներ գործադրել, որպեսզի, այսպես ասած, տեխնացուներից մեկ ավելի գերակատիր գրավի։ Այնուամենայնիվ համապետական ընտրությունների ժամանակ ինչպես է գյուղերում հետաքրքիր է։ Մենք գիտենք, որ Հայաստանում ընտրություններ, գործընթաց ընտրություններ մոդելը առհասարակ չի կայանում եւ վերջին սահմանադրական փոփոխություններից հետո էլ ականատես եղանք թե ինչպիսի արձագանքներ եղան իրականում, ինչպիսի զանգվածային խախտումներով էին անցել ընտրությունները։ Անհամեմատ Շիրակի մարզը առաջ է ընդհանուր հանրապետության մոդելով եթե վերցնենք, բայց այնուամենայնիվ Հայաստանի հանրապետությունում չի կայանում ընտրությունները, տարիներ շարունակ կեղծվում են ընտրությունները, տարիներ շարունակ կաշառք է բաժանվում, լցոնումներ են արվում, համապետական ընտրությունների ժամանակ ոնց է գյուղերում, ձեր վրա, այսպես ասած, պարտականություն է դրվում, հա, հատկապես մեծ պատասխանատվություն ունեն ՀՀԿ-ի ներկայացուցիչները, ես կարծում եմ, կամ այն կուսակցության, ովքեր այդ պահին իշխանություն են ներկայացնում։ Ուրեմն նախ ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունում ես չգիտեմ ինչն է կայանում, այսօր ինչ արվում է, մեկը ասում է ճիշտ է, մեկը ասում է սխալ է, մեկ քաղաքական ուժը, որտեղ միասնաբար չեն պայքարում մեկ գաղափարի համար, եւ Հայաստանի Հանրապետությունում ես չգիտեմ, ղեկավարը չի սիրում մեր ազգը։ Չի սիրում ղեկավարել, եթե ուրիշ ազգը ղեկավարել է այն ժամանակ ռուսներն էին ղեկավարում, շատ լավ ենթարկում էին, բայց մենք մեր Հայաստանի Հանրապետությունում ասում ենք չի կայանում, ուրիշ երկրների բացերը չգիտենք ավելի շատ, ուրիշ երկրներում ավելի խայտարակ բաներ են տեղի ունենում։ Այնպես չի որ մեր մոտ է։ Մենք ուրեմն կան հadoop, ասենք, այսօր լրատվամիջոցներ, թողներեն ինձ լրատվամիջոցները, որովհետև բոլորի հետ բարեկամ եմ ես չեմ հասկանում ինչ բան է, ինձ բոլոր լրատվամիջոցների հրավերքներ ընդունում եմ ես, եւ ասենք կոնկրետ Ազատանի համայնքում սահմանադրական բարեփոխումների ընտրությունների ժամանակ ասեմ, որ պարոն Վարադյանը թող վկայի, որ ընդդիմադիր կուսակցությունից էլ եղել են մարդիկ հանձնաժողովների մեջ, նաև վստահված անձիկ, որոնք նույնիսկ մեկ քվեաթերթիկի շարժ չի եղել։ Ազնվությամբ ասում եմ, ազնվությամբ եմ ասում եւ մարդկանց աչքերի մեջն եմ նայում։ Ընդամենը ես ասեմ, որ շահագրգռված ենք եղել մենք, չեմ թաքցնում, որովհետեւ այդ սահմանադրության մեջ կային եւ լավ բարեփոխումներ եւ մենք ինքներս բարեփոխումներ կա, որոնց դեմ էին կոնկրետ տեղական ինքնակառավարման մարմիններում 18 տարեկաններին ներգրավելը կամ բան, իհարկե ես չեմ արտարացնում, որ մենք սահմանադրական բարեփոխումները քննարկել ենք եւ մենք մեր նկատառումներն ենք ասել, նաեւ մեր առաջարկություններն ենք ներկայացրել, բայց դեռ համենայն դեպս սահմանադրությունը մեր գլխավոր փաստաթուղթն է, մենք այսօր ավելի կարևոր բաներ ունենք անելու։ Ով ենք մենք որ սահմանադրություն խախտենք։ Սահմանադրություն խախտողն էլ գիտենք ովքեր են, չխախտողն ովքեր են։ Այսինքն այսօր խնդիրը կայանում է նրանում, որ եք որպեսզի սահմանադրական փոփոխություններին այո ասեին։ Կայանար, այո, որովհետև այսօր մենք երկրում ավելի կարևոր բաներ ունենք անելու, քան թե այսօր անցնում սահմանադրությունը փոխում ենք մի րոպե։ Այսօր մարդկանց խիղճը պետք է փոխվի առաջնահերթ, մոտեցումը պետք է փոխվի, ոչ թե ինչ անի այդ սահմանադրությունը։ Այսօր կոմունիստական կուսակցության Սահմանադրություն փոխել առաջարկում էր ձեր կուսակցությունը։ Ոչ միայն մենակ մեր կուսակցությունը, այդ բարեփոխումները առաջարկում էր նաև ՀԱԿ-ը, մյուս ընդդիմադիր կուսակցությունները, որոնք նաև երբեմն որոշ դրույթների դեմ էին այսօր։ Ու այսօր ընտրությունը կայացել է, մեկ 4-րդ իշխանությունը գնում է Ազատանի համայնքում շատ ներողություն առանց ամաչելու։ Այդ օրը Ազատանի համայնքում երկու մեռել է եղել։ Ու գնում է որ Ազատանի համայնքապետը մինչև այսօր կա ինտերնետներում տայեք հարսանիքից գնաց է ժողովրդին հանել բերել է, ասել է ընտրությունը չի կայանում, խնդրել է որպեսզի գան ժողովուրդը քվեարկություն կայացնեն։ Պարոն Նիկիլիկյան, արդյունքը ինչպեսին է։ Արդյունքը ընդամենը 86 ձենով է կրել սահմանադրությունը, որը ես համարում եմ նաև պարտություն։ Ասեմ ինչ եմ համարում պարտություն, որովհետև ասեմ որ նաև խոսեցինք ընտրությունների թափանցիկության մասին, ես պատահական չէր որ ասեցի 90-ական թվականներից հանձնաժողովի նախագահ եմ եղել։ Եվ հանրապետության առաջին նախագահի ժամանակ մեզ ասում էին ինչ ուզում եք արեք, բռնողնել ենք մենք, չբռնողնել ենք մենք։ Իսկ հիմա գոնե ինչ որ անում են, չեն ասում։ Ասում են բռնվակ մենք տերը չենք։
Այո, ասում են, ես պարզ եմ խոսում, ես թաքցնելու ոչինչ չունեմ։ Ու մենք խոսում ենք, որ այսօր հանգարց հիշեցինք, որ մեր երկրում ամեն ինչը գլխի վայր է։ Հա մենք անելու բաներ շատ ունենք, բայց մերեք շատ ենք քննադատում մենք ինքներս մեր օրինակ կոնկրետ իմ համայնքում, ասենք մենք ինչ կարողանում ենք, ենթադրենք, ինչ են կարողանում դրսում անել, ինչպես անել, բայց ամենայն դեպս մեզ էլ են ասում, որ եթե երկրի նախագահի ընտրություն է, բնակիչը ասում է, մեկը ասում է, մեկն էլ չի ասում, հայ ասում չի անում, կամ ասում է, գիտեք, ձեր էլ նախագահն է, մեր էլ նախագահն է, խնդրում եմ, բերեք զադենք այս ընտրությունները մեկը մյուսից, մենք համայնքի ղեկավար ենք ընտրում, ուրեմն համայնքի ղեկավարի գործը դնենք մի կողքի, մենք հասկանում ենք։ Իսկ եթե երկրի նախագահ կամ սահմանադրություն կամ ազգային ժողով ենք ընտրում, դա ինչքան որ ձերն է, այնքան էլ մերն է։ Ենք այդքան չէ որ շատ ազդեցություն են կարողանում ունենալ դրա վրա։ Ամբողջ միտքը դրա մեջ է։ Պարոն Վարադյանին, պարոն Վարադյան, ձեր գնահատմամբ, ձեր կարծիքով ընտրությունները այնուամենայնիվ Հայաստանում ինչու չեն կայանում եւ չի կարող պատահել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայանում, բայց գյուղերում կայանում են։ Քանի դեռ Սերժ Սարգսյանը իշխանության ամենավերին տեղն է նստած, Հայաստանում ընտրություններ չեն կայանա։ Այսինքն երաշխավորած կեղծիք են սարքել։ Իրանք բոլոր հնարավոր միջոցները օգտագործում են, որպեսզի մնան իշխանության մեջ։ Իրանք իշխանությունից բացի այլ բան չեն տեսնում այս երկրում։ Կարող է հողեր կորցնեն, հարյուրավոր մարդկանց զոհեր տան, ու հայտարարեն թե ինչ են կարող 0.01% են կորցրել։ Կարող են ամբողջ համայնքները միացնել, անիմաստ տեղը ոչ շրջան ստեղծեն խորհրդային շրջանների մասով, որպեսզի պատգամավորներ ներկայացուցչականներ ինչ ցանկանան են անում են զուտ մեր նպատակով, որպեսզի մնան իշխանության։ Դրա որպեսզի մնան իշխանության, պետք է կեղծեն։ Առավել եւս Շիրակի մարզի վերջի երկու համապետական ընտրությունները ցույց տվեցին։ Եթե կպահպանես, այսինքն ժողովուրդը չի ընդրում։ Մենք պահել ենք, ցույց ենք տվել։ Իսկ հենց հասավ այնտեղ պետք է կեղծես։ Այլ Հայաստանի տարածքներում երևի ժողովուրդը ավելի խուբ, ավելի փակ վիճակում է, որպեսզի չի կարող իր ձայնը բարձրացնել ինչպես Շիրակի մարզում, միանշանակ չեն, պետք է կեղծեն։ Այս նոր սահմանադրությամբ առավել եւս նոր ընդրված օրենսգրքով եւ հունիսի 1-ին պետք է անպայման անցներ ազգային ժողովը, դառնար օրենքի ուժ ունեցա 1 ամիս հետո սկսվեց փոփոխությունը։ Այսինքն իմաստը ինչու՞մն է, ես չեմ հասկանում։ Եթե հանրապետական դուք նախորդ, վաղորդ գիտեիք 4 գումարած 4 խորհրդակցություններ գնում օրենքի փոփոխության մասի եւ այդ փոփոխությունը հաստատ է լինելու։ Ինչի՞ մի ամիս առաջ ընդունենք մի ամիս։ Իրանք իրանց ընդունած սահմանադրությամբ, այդպես հայտարարում մենք չենք անցարել սահմանադրությունը, մեր կողմից չի անցել։ Միանշանակ դեմ ենք թե սահմանադրությանը, այս ամբողջ փոփոխված սահմանադրություն, իշխանություն, երկիր է փոխվել, թե այս ընդրական օրենսգրքին ամբողջությամբ դեմ ենք։ Սակայն իդեալիզմը շատ լավ բան է, բայց շատ բարդ բան է, որովհետեւ հասնենք իդեալիզմին, աշխատում ենք որոշակի բաներ փոխելով, գալ հասնել գոնե մոդենալ։ 5 կետից 4-ը ընդունում։ Հա, 5 ես այդ կետերից էի ուզում հարցնել պարոն Վարադյան, ստացվեց այնպես, որ այդ փոփոխությունների 4-ը ընդունվեց, համատեղ հուշագիր ստորագրվեց իշխանության ներկայացուցիչների, ընդդիմության ներկայացուցիչների եւ նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջեւ, բայց այնուամենայնիվ պակասում է գումարը, այսինքն շուրջ 15 միլիոն եվրո, եթե չեմ սխալվում, 16 միլիոն եվրո, 15-ը հավաք, 11-ը կա։ Այո։ Արդեն 11-ը կա, խոստված է թե ինչ։ Սահմանված ժամկետը ժամանակացույցը մինչև սեպտեմբերի 1-ն է, այսինքն եթե սեպտեմբերի 1-ը անհրաժեշտ գումարը չհավաքագրվի, այդ փոփոխությունները կյանքի չեն կոչվի։ Այնուամենայնիվ կհավաքագրվի գումարը, իշխանությունները ցուցաբերում են այդ կամքը, որպեսզի գումարը հավաքագրվի եւ փոփոխությունները արվեն։ Իրանք այդ սողանցքը թողել են վերջի փրկության օղակի նման։ Բացի դրանից մի հատ են օղակ թողել։ Եթե այդ օղակը չաշխատես, փրկության օղակ մի հատ կա։ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ իրանք մեծ եմ ունեն, չէ՞, այստեղ անունը ես չեմ եկել ասել, դեռ թե երկրորդ ցուցակով մեծամասնական ինչ որ նորից պետք է այդ մետեղը 5-րդ կետը թողել են։ Իսկ լուսանցքը թողել են ինչի համար։ Պետք գումարը կհավաքվի։ Այդ գումարը մեծ գումար չէ, ասենք 11 միլիոն եվրոն արդեն խոստացված կա, գումարը կա։ Պետությունը ինքը չի ուզում գումար դնել։ Դավիթ Հարությունյանի հայտարարությունն է։ Մենք բյուջեում չենք նախատեսել։ Կներեք, պարոն Հարությունյան, մինչև բյուջեի հաստատելը
Սահմանադրություն կընդունեք, դուք չգիտեք, որ ընդրական օրենսգիր պետք է ընդունեք, որը ծախսեր դնում, ինչի՞ չեք դրել։ Իսկ բյուջեում չունենք, որտեղից այդ ծախսը կատարեն։ Իսկ եթե անհրաժեշտ է ենթադրենք Դիլիջանում 2 միլիարդի շքեղ պալատներ կառուցել, այդ գումարը կգտնվի։ Չէ, կգտնվի, ես համոզված եմ, որովհետև համաշխարհային հանրությունը այլևս հասկացել է, որ կեղծիկներով այլ ճանապարհ չկա։ Իրանք է գիտեն, որ սահմանադրությունը կեղծիկով է անցել, բայց դա փաստ է, ֆիքսված փաստ, որը հետադարձ չունի, որովհետեւ հետադարձ ունենա, պետք է իշխանություն փոխվի։ Պարոն Վարդյան, քանի որ արդեն ամփոփում ենք, կուզեի ընդհանրապես ասել, այդ փոփոխություններից հետո էլ կոնե հույս կլինի, որ մենք ունենանք վերահսկելի ընտրություններ։ Ու առհասարակ, եթե ընդհանուր փորձենք գնահատել, ինչ է պետք, որպեսզի Հայաստանում ի վերջո ընտրությունները որպես գործընթաց կայանան, գոնե, այսպես ասած, ցանկալին մոտ լինեն։ Որովհետեւ ընտրությունները ցանկալին մոտ մեր իշխանությունները, վերին իշխանությունները պետք է սիրեն իրենց երկիրը առաջի հերթին, սիրեն իրենց ժողովրդին ու ապրեն իրանցով, ոչ թե իրանց հաշվին։ Կլինի, այս փոփոխությունները հնարավորություն տալիս է, եթե ընդդիմադիրները այդ բավականին լուրջ աշխատանք տանեն, իշխանությունը, այսօրվա գործող իշխանությունը 17 թվականի ազգային ժողովի ընտրությունում չի կարող հաղթել։ Ես համոզված եմ։ Սակայն այդ ամբողջը կախված է ընդդիմադիր զանգվածից, թե ինչպիսի աշխատանք կարող են իրանք տանել, որտեղ այստեղ հնարավորություն է տված խցիկներով նկարահանելու տեղ վերանագը կռիվները, լծոնումները, ֆիքսվի ամեն մարդ արդեն իրանի չանցնի պետական մագարտակով, դրսում կան խցիկներ դրված, հաջորդը 10 մատնահետքերով պետք է անցկացնեն, դիգասին կնշանակի, որ խոպանջիկները չեն կարող մասնակցել, մահացածները չեն կարող մասնակցել, բավականին լավ բաներ կա։ Ուղղակի այնտեղ 5-րդ կետը բոնուսային այդ կարգը իրանց փրկողակի պես թողել են, որ բոնուսային կարգով իրանք կոնամե 30% ավել վաստակեն։ Շատ լավ, պարոն Նիկիլիկյան, լսենք նաև ձեզ ինչ է պետք, որպեսզի Հայաստանում ընտրությունները լինեն վերահսկելի եւ այլևս մենք չլսենք այն գնահատականը, որ ընտրությունները անցնում են խախտումներով, որ Հայաստանում չի կայանում ընտրությունը որպես գործընթաց։ Ուրեմն միշտ էլ ասեմ, որ պարտվող կողմը յուրաքանչյուր ժամանակաշրջանում պիտակներ են կպցնում, ես չգիտեմ, ես այդքան էլ ցավագին չեմ ընդունում, ոչ էլ ողբերգություն է, պարզապես մենք այսօր հնարավորություն ենք տալիս մեր պետության, որ ավելի շատ խաղաթղթերով զբաղվի, քան թե ավելի կարևոր քայլեր կա անելու, քան թե իսկ այն երկրներում որ չկա այդ նույն տեսախցիկները, այդ նույն մատնահետքերը, չգիտեմ ինչերը, այդ երկիրը չի կայանում, չկա այդ երկրում նորմալ իշխանություն, չկա նորմալ տնտեսություն, միթե այդ ամեն ինչը դրանից է կախված։ Այսօր շատ ներողություն։ Ես կուզենայի պարոն Վարդյանին ասեի, մենք ընկերներ ենք, երկար ժամանակ աշխատել ենք իրար հետ, ես այդ ընդդիմություն հասկացողությունը վերևներում չեմ տեսնում։ Պաշտոնապես հայտարարում եմ, որովհետև յուրաքանչյուր մարզերում մի քանի նվիրյալ մարդիկ են գնում եւ իրանք վերևներում իրանք դիվիդենդները շահում են։ Չեմ ուզում մարդկանց անուններ թվել, թե նախկինում ընտրություններ են, այսօր որտեղ են։ Այդ ժամանակին որ երկրի նախագահային ինչեր ասում էին, փաստորեն հագարակում որպես խոսնակ ժողովրդի կողմից ինչ որ վստահություն էին շահում, բայց տեսնում եք որտեղ են նրանք այսօր։ Շատերը պաշտոնի են, շատերը չգիտեն որտեղ ինչ են խոսում, մենք չենք հավատում այսօր ոչ մի ընդդիմության։ Չկա ընդդիմություն։ Ես չեմ տեսնում, թող կների ինձ պարոն Վարդյանը, ես չեմ տեսնում ընդդիմություն, այո, նորից եմ ասում, ամեն մարզերում մի քանիսը նվիրալները կան, որոնց յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ կամ բոլոր տեսակի խնդիրներում, այսօր ինչ է նշանակում, այսօր դարձրել են արդեն կենցաղ են դարձրել իրանց համար, ասենք մի հատ ցույցեր է տեղի ունենում, մեր երկրում մեկը նկարվում է կամ տանում նկարները սարքում տանում են Եվրոպա, ասում են մեզ քաղաքական ապաստան տվեք, մեր երկրում ամեն ինչը գլխավայր է, երկիրն է խայտարակ են անում հետը։ Նույնիսկ ժողովուրդը այդ բանին են այսօր սովորել։ Ու այսօր Վարդյան Գագիկի նման նվիրալ տղաները, որոնք ի սկզբանե պետության գաղափարախոսության, ի սկզբանե Հայաստանի Հանրապետության եւ առաջի սահմանադրության ընդունելու ջատագովներն են եղել, այսօր դեմ են գնում սահմանադրությանը կամ բան, որովհետև
այսօր ինչպես ասես կարելի է գլխի վարի շրջել եւ խոսել։ Կարող ասել, որ ուղղակի քաղաքական կամք է պետք, Այո, որպեսզի ընտրությունները նախ առաջի երթին այո, ես կուզենայի ասել քաղաքական կամք է պետք։ Ես ընդունում եմ, որ պետք է երկրի ղեկավարները սիրեն իրանց երկիրը եւ ինչքան են սիրում յուրաքանչյուր երևի իրենք գիտեն ու այսօր առաջի դեմք լինելն ու այսօր նաեւ յուրաքանչյուրս մեր համայնքի շրջանակներում ենք պատկերացնում, թե չէ այդքան շատ հեշտ բան չէ ինքը, բացի դրանից էլ այսօր այս եղած կարելի ասել չեղած բյուջեի շրջանակներում ֆայլ պահպանել, դա ուրիշ բան է, որ ասվում է ինչ որ տեղերից կարող է չարաշահումներ կան կամ չգիտեմ ինչ կան, բայց ամենայն դեպս ես չէի գտնում, որ կարելի է այսքան նոր ընդրական օրենսգիրքը փորձել եւ հաստատ համոզված եմ 3-4 տարի հետո նորից ընդրական օրենսգրքի փոփոխություններ են պահանջելու։ Եվ մեր ազգային ժողովը այսօր մենակ զբաղված է այդպիսի բաներով։ Շնորհակալություն նաև ձեզ։ Շնորհակալ եմ նաև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ եթերում հակառակ կողմը հաղորդման հերթական թողարկումն էր, մենք զրուցում էինք ընտրություններից, տաղավարում իմ հյուրերն էին Շիրակի մարզի գյուղապետը, Շիրակի մարզի Ազատան համայնքի ղեկավարն էր, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Վարդանի Կիլիկյանի իմ աջ կողմ նստած եւ Շիրակի մարզի Կարմրաքարի նախկին գյուղապետը Հայ ազգային կոնգրեսից Գագիկ Վարադյանը։ Ցտեսություն եւ ամենայն բարիք ձեզ։